Արձանագրեմ ինչեր ա եղել, հանդիպան մասնակիցներից Արտուր այդտեղ ա եղել, ինքը կպատմի, մենք արձանագրում ենք առաջի փոքրիկ հաղթանակը առ այն, որ 3 նախարար արձանագրել է եւ այս խախտումների փաստը 3 նախարար խոսել է խնդրի մասին։ Ճիշտ է, Գևորգ Պապայանի խոսածը աբսուրդային շարժիչ է, ու այդ մարդը էկոնոմիկայի նախարարն է, ողբամ են երկրի, որ նախարարը ինքն է։ Ասма խոսան Yandex-ի հետ, Կենտրոնական բանկի, առևտրային բանկի հետ, այս մարդկանց վարկ տան։ Մենք մենակ վարկի համար Այս մարդիկ վարկ չեն ուզում, միած խնդիրները լրիվ ամբողջությամբ ուրիշ է։ Իսկ այս ամբողջ ցույցի ընթացքում հասկացաք, որ մենակ խնդրը վարկ վերցնելն է, վարկի հարցը եք ուզում լուծեք։ Չի կարելի։ Առողջապահության նախարարը գիտակցել է, որ կա խնդիր, ու այս մարդիկ պետք է ներառնեն այս ցանկում եւ իրենք անվճար բուժօգնություն ստանան։ Այսինքն արձանագրում են, որ մյուս պահանջել է արդար ու իրանք էլ են գիտակցել, որ այդ խնդիրը պետք է լուծվի։ Իսկ սոցիալ նախարարը դուք եք հանդիպել, նա ասեք ինչ բանի եք եկել։ գործը ընթացքի մեջ է, ծանոթացել են, թղթաբանության հետ են ծանոթացել, հիմա մնում է արձագանքեն մեզ ասին լայնամասշտաբ ավակ վարորդների հետ, նորից կհանդիպեն 20 վարորդի հետ։ Լայնամասշտաբը 120,000-ից 20 հոգին էին։ 20-25 այսպես վարորդի հետ լսարանում ինչ-որ։ Արսեն Թորոսյանն է ասել։ Այո։ Իսկ որպես սոցիալ նախարար մանրամասնորեն հետաքրքրված է, դուք հասկացաք, թե դրա գալոչկի նախընտրական շրջանում անհանգստանում էին ձեր բարձրացած աղմուկից։ 2 ժամ 6 վարորդներով ու սաղսը բացատրում ենք իրավիճակը, իրանք դաժե անկնկալի եկան։ Այսինքն իրենք չէին նկատել, որ դուք եք սոցիալական շերտ, որ դուք եք հարկեր տալիս, այն էլ բավականին բարձր հարկեր։ Բացի այդ իրանք անկնկալի եկան, որ Yandex-ը մեզի խափում էլ է, իրանք իրոքից ասում են տեղյակ չէ։ Աբսուրդ է, չէ, պետություն տեղյակ չի, որ իր քաղաքացուն խափում են, գցում են։ Աբսուրդի ժանրից է, երբ որ 120,000 վարորդի իրավունք խախտվում է, ու կառավարությունում ոչ մեկ տեղյակ չի։ Իրեւ այդ 120,000-ից Yandex-ի գրանցվածները որ մասն են կազմում։ Yandex չի, մենք բոլոր on-line տաքսիներին ենք դեր։ Մենակ Yandex չի, պրոստը շուկան ինքն է կառավարում, Yandex-ն է։ Մեծ ուժը Yandex-ն է։ Դրա համար ենք անդադասում Yandex, բայց բոլորը խնդիրներ թող մեր Հայաստանում օրենք տնեն, որ 10%-ից ոչ մի կազմակերպություն on-line տաքսիները չբարձրանա։ Հիմա ձեզ ինչ խոստացվեց, որ ընդհանրապես մի հատ նորից կհանդիպեք, թե ենթաօրենսդրական փոփոխությունների ծանոթանում են, իրանք կարծիքը կասեն, մարտի մեջ կասեն։ Մարտից հենց սկսվել։ Կասեք քանի ստորագրություն է այսքան ժամանակահատվածում հավաքվել եւ 700 ստորագրություն։ Մարզերից նայած մարզեր։ Օրինակ որ մարզերից են միացել։ Հոկտեմբերյանից ինձի բերեցին, Լեննականից բերեցին։ Ձեր կարծիքով ինչու է 120,000-ից 700, իհարկե ինքը շատ էական թիվ է, մանավանդ դուք ընդամենը մի քանի օրում եք այդպես հաջողություններ արձանագրել։ Իրանք 12 ժամ, 14 ժամ ռուլին են ու չեն կան դաժե 10 րոպեով։ Դաժե որ բողոքները եւ տեսած կլինեք, որ վարորդներից ասում են մտնում ենք ավտոն խոսքի հաց են ուտում բողոքները։ Դաժե հաց ուտելու ժամանակ չունեն։ Այդքան ծանրաբեռնված է։ Իրանք եթե մի ժամը խոսքի կես ժամը բանանեն չեն կարա մուծեն այդ ահավոր բարձով ամնում ինձ վարորդը զանգի ասում է բարձից փողը չեմ կարող ասում հոգով սրտով ձեր հետ եմ բայց չեմ կարող մաքրել ես իմ ժամերը պլանավորված եմ ամեն ինչը Դուք հիմա ուրբաթ օրը պլանավորում եք փաստորեն ակցիա իրականացնել Yandex-ի մոտ Առանձին բացի այն որ պետության առաջ խնդիր եք դրել որպեսզի ձեր սոցիալական իրավունքները հաշվի առնվեն առողջապահական այդ նոր համակարգում նաև դուք առանձին ձեր հարկերի վերաբերյալ դժգոհություն բողոք ունեք Yandex-ի եւ հավաքվել եք Yandex-ի մոտ դժգոհում ենք համ Yandex-ի համ պետությանը դժգոհում ենք որ 5% մուծում ենք չգիտենք ինչի համար ենք մուծում ահա հիմա թող բացատրեն դա արտոնությունների մասով իսկ Yandex-ին Yandex-ին է ահա որ շատ է տոկոսները բացի այդ է տոկոսների շատ խափում է վարորդի ամեն ինչում խափում օրինակ նայեք 1000 դրամ հաճախորդ ցույց է տալիս չէ 1000 դրամ խոսքի հասնում ես տեղ մեկ է 800 դրամ ցույց տալիս
Վաղորդը ասում է, այս աշկերից թված 500 դրամ։ Ինքը քաշում է հետ, որ հաճախորդի լավ երևա, որ քեզի սկզբից ցույց տա 1000 դրամ է, որ դու գնաս երկար ճամփել։ Եթե չգնաս, տենաս 800 դրամը, կարող ասես, չեմ ուզում այդ ամեն 800 դրամի համար։ Ինքը ոնց որ շահը գրգռի քեզ, բայց խափում է։ Հետո հետ է քաշում, մտածում ես, ասում ես, իմ աշկերին թված էս։ Դա հազվադեպ երևույթ է, թե մշտապես։ Բոլոր վաղորդների։ Ասենք 200 է քաշում, ինչ գումար է քաշում առնվազն։ Բոնուսներից է հետ քաշում, հաճախորդը նստավ, հիմա շարժվեցին, կարա ինքը հետ զանգի Yandex-ին ասի չեմ շարժվել իմ իդրամի հետ քաշել։ Ինքը առանց վաղորդին զգուշացնելու հետա քաշում հաճախորդին տալիս է օրվա ընթացքում վաղորդը նայում է ասում է այս իդրամից էս փողը պակաս է զանգում է օնլայն տաքսի օպերատորին ասում է ինչի է պակաս է որն է խնդիրը ասում է դուք հաճախորդին չեք նայում ասում է դուք գիտեք եթե GPS-ով գնում են ավտոն դուք նայում եք ես ասում կարող է դադարք է գնացել ասում է ես դիժեմ դադար գնամ հաճախորդի հասցե Տեսեք, թե կարևորագույն մեղքն ինչու՞մ է կայանում, որ Yandex-ի օրինակն են վերում, որ շուկան մտնելով սկզբից 0% դրույթ էր, այնուհետև եղել է 7, այնուհետև եղել է 10, ու նվազագույնը 16 սկզբից 0 է։ Հա, հենց 0 նշեցի է։ Ու այս պարակայում իր գործառույթն իրականացնելու կառավարությունը, չգիտեմ, այնտեղ հակամենաշնորհային կարգավորման շրջանակներում, սպառողների իրավունքների, կամ ծառայություն մատուցողների իրավունքների շրջանակում Եվ ակնհայտ է, որ եթե մի կառույց, որը 7%-ով կարողանում է իր գործառույթը իրականացնել, իմի դարձել է նվազագույնը 16.5, բայց միջինացված 21%։ Ստացվում է, որ կամ կառավարության հետ իրանք ինչ-որ գործարքի են եկել եւ կառավարությունը իրենց արտոնյալ կարգավիճակ է տվել, կամ օրինակի համար կառավարությունը ոչ մեկ չկա, այսինքն այս մարդիկ տեղում չեն։ Բայց կա այստեղ մի հատ ուրիշ վարկած, որին ես ավելի շատ կապված եմ, եւ այս մարդիկ տեղում չեն եւ Yandex-ի հետ ամենայն հավանականությամբ ախպեր են իրենք։ Որ երկուսի արդյունքում ախպեր ասելով ինչ նկատի ունեք, օրթաղ ինչպես կասեր Փաշինյանը ժամանակին, օրթաղ։ Հա, մոտավորապես կարելի է օրինակ այս բարձի փողի վիճակը կարելի է գնահատել եւ օրթաղ են կամ կարելի է արդեն տրեք փայեք, թե փայ չեք այդ գումարից, ինչքան եք դեզի լեվի փող տալիս, բա որ չեն տալիս, ինչ եք հետևում այս խնդիրներին։ Շատ կարևոր մեսիջներ է դրանք հասկանում եք։ Ոնց կարա քո երկրում 100,000 վարորդի իրավունք ոտնահարվի, դու սա ինչ անես։ Պարոն պետական աշխատողները 40,000 են, ընդունում 40,000 իրավունք ամեն օր ոտնահարվում է։ Դու պետություն ով ես։